Բարի գալուստ 2022 թիվ։ Իմ ձեռքում իմ կյանքի գիրքն է եւ այսօր սիրով այս գեղեցիկ ծովի ֆոնի վրա, որը որ իմ հետևում է Կասպյան ծովի եւ այս սիրուն թռչունների, որոնք որ թռչեցին ձեզ համար, սիրով կարդում եմ իմ հաջորդիվ կյանքի գրքի էջը Բարի գալուստ 2022 թիվ։ Տարին սկսեց Սուրբ Հոգու հետ ծանոթությունով եւ գերբնական դրսևորումով։ Այդ ամենը շատ քաղցր էր եւ սիրուն, որը շատ անսպասելի էր ինձ համար։ Երբ մենք խմբի մասնակիցներով ուշ երեկոյան զրուցում էինք, ես զգացի Սուրբ Հոգու հպումը եւ գերբնական վերապրումներ ունեցա։ Խմբի մասնակիցները կարծում էին, թե ինձ մոտ Սուրբ Հոգու մկրտություն է տեղի ունենում, բայց իրականում նա որոշել էր ընդամենը ինձ հայտնվել, այսինքն տեղի ունեցավ ծանոթություն։ Օրեր անց մայրիկիս հետ զրույցից հետ պարզվեց, որ նա 4 գիշեր չէր կարողանում քնել։ Պատկերացնում եք, իմ մայրիկս 4 գիշեր չի քնել։ Ես դրա մասին հետո եմ իմացել, երբ որ մայրիկը զանգեց եւ այսպես ասած բողոքում էր, ու չէր բողոքում, ուղղակի կիսվում էր նրա մասին, որ 4 գիշեր չի քնել եւ նա ինձ հարց տվեց. «Վերա, ինչ ես աղոթել, որ ես 4 գիշեր չեմ կարողանում քնել»։ Ինձ համար դա շատ ծիծաղալի էր եւ ես շատ անգամ հիշում եմ, վերհիշում եմ այդ զրույցը։ Ինձ համար ծիծաղալի էր, բայց մայրիկիս համար հեչ ծիծաղալի չէր, որովհետեւ ինքը 4 գիշեր չի քնել։ Ես հասկացա, որ պատճառը հոգու ներկայությունն է եղել։ Օրից օր ձեռք բերելով հոգևոր գիտելիքներ, ես գիտակցաբար փափագում էի ջրով եւ հոգով մկրտվել։ Փետրվար ամսին, երբ սկսում է պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, խմբի առաջնորդը առաջարկում է ինձ լինել մասնակից on-line ծառայության։ Ես սիրով ընդունում եմ այդ եւ այդ ժամանակից դրվում է իմ ծառայության սկիզբը։ Փետրվարի 13-ին նախ տեղի է ունենում ջրի մկրտությունը։ Նույնպես այդ ամսին ինձ մի քույրիկ հրավիրում է միանալ մի հոգևոր խումբ, որտեղ կար միաբանություն հոգու շուրջ։ Շաբաթներ անց լինելով այդ խմբում, մի սիրուն օր խմբին միանում է աղոթքի ժամանակ Եսավը։ Առաջին անգամ լսելով իր ձայնը հոգով, ես զգացի իր հոգին 3000 կիլոմետր հեռավորության վրա։ Վերապրում եւ հասկացողություն ունեցա, որ նա ինձ համար շատ հարազատ անձ է։ Մարտի 7-ին տեղի է ունենում մկրտությունը Սուրբ Հոգով։ Այդ օրը նույնպես յուրահատուկ օր է։ Ինչու՞, որովհետև այդ օրը ծնվել է Եսավը։ Ես Սուրբ Հոգով մկրտվեցի եւ դա իր ծննդյան օրն է։ Ժամանակ անց ինձ մոտ սկսում են դրսևորվել Սուրբ Հոգու պարգևները եւ մի քույրիկ ինձ առաջարկում է միանալ մի ուրիշ խումբ, որտեղ ուսումնասիրում եւ զարգացնում էին պարգևները։ Երբ միանում եմ այդ խմբին, պարզվում է, որ Եսավը այն գլխավորում է։ Ամիսների ընթացքում տեղի է ունենում շատ ակտիվ Սուրբ Հոգու պարգևների դրսևորում եւ համատեղ Եսավի հետ on-line ծառայություններ, ինչի արդյունքում մտերմություն է ձևավորվում։ Հաշվի առնելով իմ ու ամուսնուս միջև պայմանավորվածությունը, վերանայել մեր հարաբերությունները ամուսնալուծության վերաբերյալ եւ միաժամանակ հոգուս մեջ տեսնում եմ եւ սկսում եմ հասկանալ, որ Աստված ցույց է տալիս եւ պատրաստում է իմ գիտակցությունը ընդունել այն փաստը, որ նա նախատեսել է այլ մեկին համաձայն իմ կյանքի գրքի, մինչդեռ երկիրը արարելը։ Քանի որ չունեի պատասխան Աստծուց ամուսնալուծության վերաբերյալ, հասկանալով, որ շփումը եւ մտերմությունը գնալով ավելի է խորանում, որոշում եմ կայացնում միառժամանակ դադարեցնել մեր շփումը։ Բայց Աստծո կողմից տարբեր իրավիճակներով երկկողմանի վերականգնվում էր մեր հետագա շփումը։ Այսպիսով, մենք հոգով հասկանում եւ տեսնում ենք, որ այս ամենը Աստծուց էր։ Մենք հնազանդվում ենք Աստծո ձայնին, որովհետև մեր մտքերը Աստծո մտքերը չեն։ Քանի որ ես նոր էի սկսել լսել եւ ճանաչել Աստծո ձայնը,
եւ իմ մեջ կար աստվածավախություն, այսինքն չանել սխալ որոշում եւ սխալ քայլ, որը որ կբերեր բացասական հետևանքների։ Ես ամեն մի քայլ եւ ամեն իմ որոշում անում էի միայն ու միայն հոգուց ստանալով հաստատություններ։ Իշնորհիվ այդ ճիշտ որոշման Աստված ինձ սկսեց սովորացնել կարդալ իմ սեփական կյանքի գիրքը, որը որ ներկայացնում եմ հիմա ձեզ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ, որ իմ ու Եսավի շփումը եղել է միայն on-line, գտնվելով տարբեր երկրներում։ Հուլիսի 5-ին ես տեսնում եմ մարգարեական երազ, համաձայն իմ կյանքի գրքի, որը ամբողջական արարվեց եւ նյութականացավ։ Երազը դա նույնպես Աստծո խոսք է, որը արարվում է երկրային տիրույթում, այսինքն այստեղ երկրի վրա։ Այդ միջոցով Աստված տեղեկացնում է ինձ կատարելիք ապագայի իրադարձությունների մասին իմ անձնական կյանքի վերաբերյալ։ Հաջորդ օրը ստանում եմ հայտնություն, թե ինչ է նշանակում 15 տարին։ Ես առանձին ձեզ կներկայացնեմ վիդեո եւ կներկայացնեմ այդ երազը։ Համընթաց հասկանում եմ, որ այն ընթացքը, երբ թույլ տվեցի, որ Սուրբ Հոգին ազատի ինձ չներումից, արդեն անցյալում է։ Ի հաստատուն դրան տեսնում եմ երազ, որտեղ Հիսուսի ներկայությունը մաքրում է իմ սիրտը բոլոր ցավերից եւ սպիերից։ Արթնանալով ինքս ինձ չէի ճանաչում, կարծես նոր անձնավորություն լինեի, ու նոր կյանքի էջ սկսեց իմ կյանքում եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Օգոստոս ամսին Աստված հայտնում է, որ ժամանակը հասունացել է, որ ես վերականգնեմ իմ հարաբերությունները հայրիկիս հետ, քանի որ նա տեղյակ չէր այդ մասին, որ ես ներել եմ իրեն։ Ամիս անց տեղի է ունենում հոր եւ դստեր երկար սպասված հանդիպումը։ Սեպտեմբեր ամսից սկսում է նոր փուլ իմ կյանքում, երբ Աստված սկսեց ինձ նախապատրաստել աստվածային մտածելակերպի հայտնաբերմանը, այսինքն ինչ տեղի ունեցավ։ Ավելի ինձ սրվում իմ ու ամուսնուս հարաբերությունները, որի հետևանքով սկսում է հալածանք արդեն հավատքի համար, անվանելով եւ տեսնելով ինձ որպես աղանդավոր, որը մտել է սեկտանտների միություն։ Եվ այդից պատճառով սկիզբ դրվեց իմ ֆինանսական ճնշման եւ սպառնանք ինձ զրկել երեխայից։ Ժամանակ անց իմ հարազատ երկու եղբայրները դադարեցին ինձ հետ շփվել։ Իհարկե այս ամենը ես հիմա ժպիտով եմ ձեր համար կարդում, բայց անցնելով այդ ճանապարհի այդ օրերի մեջ ինձ համար հեչ այդ ամենը ծիծաղելի չէր։ Հոկտեմբերին մեկնում եմ Հայաստան, որպեսզի մասնակցեմ մարգարեական դպրոցին եւ նույնպես հանդիպել այն հրաշալի հոգիներին, որոնց հետ ես ու Եսավը ծառայելու հետևանքով մտերմանում ենք եւ կազմում ենք մի մեծ ընտանիք։ Եսավը այդ դասընթացների ժամանակ խնդրում է աղոթքի պատասխան ստեղծված իրավիճակի վերաբերյալ մարգարեից եւ Աստված փոխանցում է 3 ճակատագրական խոսք, որոնցից մեկը նա էր, որ չլինես Եսավի պես։ Ահա սա է պատճառը, հայտնում եմ ձեզ, թե ես ինչու եմ անվանում իրեն Եսավ, երբ առաջինը այդ խոսքը ասաց Աստված, չլինես Եսավի պես։ Եվ այդ պատճառով ես ասում եմ, թե ինչու եմ անվանում այդ անձնավորությանը Եսավ։ Այդ խոսքերը Եսավի համար անսպասելի էին եւ անընդունելի։ Ինչու՞։ Քանի որ ոչ աստվածային մտածելակերպի մեջ կա սխալ ձևավորված Աստծո պատասխանի պատկեր։ Ողջ տարի ուսումնասիրելով Աստծո խոսքը, սովորելով ճանաչել Աստծո ձայնը եւ ուսումնասիրել այն բոլոր հոգեվոր գրքերը, որոնք Աստված ինձ ասում էին կարդայ, կաթիլ առ կաթիլ ես սկսեցի հավաքել իմ անգին հայտնությունները, որոնց շնորհիվ փոխվում էր իմ մտածելակերպը եւ իմ կյանքը լցվում էր աստվածային ողջ գույներով, համերով եւ երկնքի
բուրմունքով։ Մի գեղեցիկ կորփ ընտրելով հոգևոր գիրք ինտերնետում հայտնաբերում եմ դասընթացներ Սուրբ Հոգու պարգևների վերաբերյալ։ Դասընթացներից մեկի ժամանակ կար հանձնարարություն նկարել այն, ինչ որ Սուրբ Հոգին ցույց կտար։ Ուրեմն, խմբի մասնակիցներից մեկը այդ դասընթացների ժամանակ տեսնում է իր հոգու մեջ մի սերմ եւ այս նկարը, այդ սերմը ես մինչ օրս պահպանել եմ։ Այդ օրը նոյեմբերի 14-ն էր եւ ես հիմա ուզում եմ այդ սերմը ձեզ ցույց տալ։ Խնդրում եմ, որ դուք նայեք սերմը եւ տարեթիվը նոյեմբերի 22-ին։ Եվ այդ օրը այդ քույրիկ ընտրել էր երկու գույն, գույներից մեկը դա դեղիններ եւ մանուշակագույնը, սիրենիվի գույնը, որը որ արքայության գույնը է։ Այսպիսով նույնպես այդ քույրիկը ինձ փոխանցեց խոսքեր, որը որ ես գրել էի ռուսերեն լեզվով։ Հիմա ես այդ ամենը ձեր համար կկարդամ եւ կփոխանցեմ հայերեն։ Ուրեմն խոսքերը հետևյալն են։ Այս սերմը ցանված է բարի հողի մեջ, այսինքն արքայության մեջ։ Աստված է տնկել քեզ ինչպես սերմ, եւ դու ճիշտ ժամանակին կտաս զորավոր պտուղներ։ Դու հանկարժեք սերմ ես, որին Աստված աճեցնում է։ Նա զգուշորեն պաշտպանում է եւ ցանկապատում է քեզ, որպեսզի ոչ բնական երևույթներ չկարողանան ազդել տալու պտուղներ ճիշտ ժամանակին։ Այդ քույրիկը, ինչպես ասացի, ընտրել էր դեղին եւ մանուշակագույն գույնը։ Տարվա ավարտին գալիս է շրջան ճնշումների եւ սպառնալիքների։ Ընտանիքի անդամները եւ հարազատների կողմից լարվում են իմ ու ամուսնուս հարաբերությունները, արդեն նոր պատճառով, որը որ հավատքն էր։ Այդ ալիքի ազդեցության տակ դիմում եմ ուրեմն եկեղեցու հովին, որը որ այցելում է այն ժամանակ, այս բոլոր հարցերով եւ ստանում եմ պատասխան, որ վերա, սա քո խաչն է եւ դու պետք է կրես։ Ես հնազանդվում եմ այդ մտքին ու այսպիսով դրվում է իմ մտքի տրանսֆորմացիայի եւ աստվածային մտածելակերպի բացահայտման սկիզբը։ Եվ առաջին կետերից իմ շրջագայության, որը որ ես անվանել եմ այս վկայությունը շրջագայություն տիրույթների միջև, առաջին կետը ես անվանել եմ աղքատացում։ Եվ 2022 թվականի վերջում, դեկտեմբեր ամսին տեղի է ունենում այդ երևույթը, այդ շրջագայությունը, որը որ ես անվանել եմ աղքատություն։ Մանուկ հասակից հայրիկս միշտ ապահովել է մեր ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը։ Պատանի հասակում ինքս կարողացել եմ հոգալ սեփական ծախսերը, ամբողջովին լինելով ինքնահաստատ եւ անկախ։ Իսկ 50 տարիքում աշխատելով մեծ միջազգային կազմակերպությունում, զբաղեցնելով բարձր պաշտոն, որի հետևանքով ունեցել եմ բավականին մեծ ֆինանսական ավանդներ, հաշվի համարիս ինձ համար սովորական եւ ընդունված երևույթ էր լիներ ֆինանսապես ապահովված։ Քանի որ սկսեց սեպտեմբեր ամսից համակողմանի ճնշում եղավ հարազատների եւ ընտանիքի անդամների կողմից, սպառնալիքներ երեխայից զրկելու եւ տարբեր տեսակի խիստ լարվածություններ, ամուսինս ունենալով ինֆորմացիա իմ ֆինանսական աղբյուրների մասին, ամիսների ընթացքում սկսում է ինձ վրա ճնշում, այսինքն պրեսինգ կիրառել, պարտադրելով մարել ընտանիքի ֆինանսական պարտավորությունները։ Բարեկամները եւ ամուսինս, ճանաչելով ինձ համալրված, որոշում եմ հարվածել, այսպես ասած, իմ բաց եւ թույլ կողմերի վրա։ Այդ ընթացքում ես չեմ համաձայնվում ճնշմանը եւ աղոթքներով կանգնում եմ իրավիճակի համար
Բայց դեկտեմբեր ամսին ստեղծվեց մի պահ, որի հետևանքով ես հասկացա եւ հնազանդվեցի այդ ամենի քու առաջնորդությամբ։ Վճարելով այդ ամսական պարտավորությունները, եկավ մի օր, որի հաշվեհամարին մնաց ընդամենը 2000 ռուբլի։ Դա ինձ համար շոկային երևույթ էր։ Այդ ամենը ինձ համար շոկային եւ անսպասելի էր, երբ տասնյակ տարիներից ավել իմ հաշվեհամարին եղել են հաստատում բավականին մեծ գումարներ, այսպիսով մանկուց չունենալով աղքատից մտածելակերպ, ես աղքատացա։ Այդ ժամանակ թվացյալ բացասական իրավիճակները շրջվեցին եւ արարվեցին ինձ համար օրհնություններ եւ հաղթանակներ իմ աստվածային մտածելակերպի բացահայտման համար։ Ես սովորեցի վստահել իմ ֆինանսների ապահովությունը Աստծուն իմ հնազանդության հետևանքով եւ շատ կարճ ժամանակ սկսվեց մեծ ֆինանսական հոսք իմ կյանքում։ Այսպիսով ավարտում եմ այս խոսքով 2022 թիվը եւ բոլորին հրավիրում եմ տեղափոխվել նոր էջ, որը որ անվանել եմ 2023 թիվ։ Գնացինք։